Ընդունելու համար եւ այսպես երեք ողջունությունը հետևեց թե ինչ էր տիրում Գյումրիում բարեզբուն իմաստով ընտրված քաղաքապետին առևանգեցին իրավապահ համակարգի աշխատակիցները ակնհայտ էր որ հրահանգը տրված է վախեցնել գյումրեցիներին ոչ միայն գյումրեցիներին վախեցնել առհասարակ ապագայում առաջիկայում սպասող մաղաշապատցիներին արդյոք սա իր հետևանքը ունենա թե չի ունենա թե դեռ ավելի սա շատ ավելի մեծ ուժ կտա գյումրեցիներին եւ հայ ժողովրդին որովհետեւ կոչ են անում ակտիվ մասնակցել ընտրություններին ինչ արեց Նիկոլը ինչ հետևանքներ կունենա սա Գիտեք Տիկին Թովմասյան բնության մեջ կա բացարձակ օրենք յուրաքանչյուր ճնշում առաջացնում է հակաճնշում Նիկոլի քաղաքական անբարո եւ ոչ իրավական ճնշումները առաջացրել են ողջ հայ ժողովրդի մեջ հակառակ գործընթացը ատելությունը արհամարանքը եւ թշնամանքը Նիկոլի հանդեպ եւ նիկոլական թուրքական ապրանք քաղաքական կուսակցության հանդեպ ավելի է խորացել ավելի է մեծացել եւ ավելի է դարձել անսահման վրիժառության աղբյուր Տեսեք ես այսօր նայում եմ 8-րդ գումարման ազգային ժողովրդի գումարման այդ նիստը Եվ զզվանք եմ ապրում, թե ինչպես հաճկատար, մանկուրտ, թուրքական ապրանք, նիկոլական պատգավորները ինչպես են հարձակվել և փորձում են ժողովրդին համոզել, որ ճիշտ է և իրավական գործընթաց էր։ Լավ, եթե դա շոու չէր, նիկոլական շոու չէր, հակահայկական, թուրքական, փողերին արժանանալու շոու չէր, մարդը Ասենք թե ես չեմ հավատում այդ ձայնագրություններին, որովհետև ձայնագրությունների մեջ ընդհանրապես կաշառքի փողի մասի այդպես խոսակցություն չկար։ Երկրորդը դա ոչ թե երկու խոսակցություն, այլ հեռախոսը նույն տարածքում գտնվող խոսակցություններ, գործնական խոսակցություն ինչ որ հարցերի շուրջ։ Իհարկե քաղաքապետը եւ ճարտարապետը կարող են նաեւ դրամական ինչ որ արժեքներից խոսել։ Եվ մոնտաժ անել, եւ դա ներկայացնել որպես ինչ որ մի հանցագործության հիմք կամ օրենսդրական ապացույց դա իհարկե անթույլատրելի է։ Նիկոլին պետք էր այդ շոուն, որպեսզի հայ ժողովրդին ցույց տա, որ ինքը կարող է ճնշել, ստորացնել, ոչնչացնել ժողովրդին։ Նիկոլին պետք էր այդ շոուն, որպեսզի իր օտարերկրյա տերերին ցույց տա, որ ինքը իրավիճակը կարողանում է վերահսկել եւ ուժային կառույցները իր թիկունքում կանգնած են։ Սակայն ես ուզում եմ ուշադրություն դարձնել եւ ողջ հայ ժողովրդին դուք նայեիք այդ խեղճ որփուկի նման գլուխները կախ այդ ոստիկաններին, ովքեր ամաչում էին, որ Գյումրի կենտրոնում կանգնած են եւ մասնակցում են Նիկոլի նման թուրք դավաճանի հակահայկական շոուի։ Իհարկե այնտեղ կային նաև կարմիր բերետավորներ, որին ես այլևս հայ չեմ անվանում, հիմա կապացուցեմ, որ շատ-շատերը իրականում հայ չեն ազգությամբ, որովհետև հենց նույն կարմիր բերետավորների մեջ այսօր արդեն 100-ից ավել այլազգիներ կան։ Անհասկանալի ծագման։ Ես կխոսեմ նաև այդ մասին։ Բայց այն, որ Նիկոլ Փաշինյանը, լավ, մի բան հարցնեմ։ Ծանոթում են տրվել Վարդան Ղուկասյանի եւ ճարտարապետին չեն գնացել քնչական։ Ծանոթում են տվել չեն գնացել, որ բերման են ենթարկում։ Եթե չեմ սխալվում, քրեական օրենսգրքով եւ քրեադատավարական օրենսգրքով պետք է մի քանի անգամ ծանոթում լինի եւ եթե քաղաքացին չի ընդունում այդ ծանոթումները կամ չի կատարում քննիչի օրինական պահանջին, դա համարվում է արդեն առիթ, որպեսզի նրան բերման ենթարկեն։ Ինչ էր արել Վարդան Ղուկասյանը, որ իրեն բերման են ենթարկում։ Եվ հետո ես խոսեցի մի շատ խելացի գյումրեցի հետ, ով Վարդանիկին ճանաչում է իր ծնված օրից եւ ասեց, լսեք, նախ մոնտաժված էր այդ ձայնագրությունը, ինչպես նաեւ սրբազանների ձայնագրությունն է մոնտաժված։ Երկրորդը Վարդանիկը այնքան միամիտ չի, որպեսզի նա նման խոսակցություններ արի եւ իրեն կարողանան ձայնագրել։ Այսինքն մոնտաժված է դա։ Եվ այս իրավական համակարգին, ինչպես մեր սրբազաններին, որ կալանավորեցին, պետք էր դա։ Նիկոլը չի կարողանում ներել, որ Հայաստանի Հանրապետությունում
Համայնքապետերի 45%-ը ընտրված չեն, այլ նշանակված են իր կողմից։ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ընտրել, որ բացի Վեդի համայնքապետարանից Հայաստանի Հանրապետություն ԿՊԵ-ական ոչ մի համայնքապետ ձայների մեծամասնությամբ չի ընտրված։ Տարբեր կուսակցությունների, այսինքն Նիկոլին ծառայող այն հեծանիվի վրա տեղավորվող կուսակցությունների անդամներին գնելով, պաշտոններով, բարեկամներին պաշտոններ տալով կարողանում են ընտրել համայնքապետեր, բայց Նիկոլը որպես ԿՊԵ-ական համայնքապետ այսօր միայն Վեդիում ունի ձայների մեծամասնությամբ ընտրված համայնքապետ։ Այսօր Տրուսիկ կորցրած խոզանման ոչնչություն ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ Գյումրիում ժողովուրդը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրել է ԿՊԷ-ին։ 100,000 ձայն ունեցող Գյումրին 16,000 ձայն է տվել ԿՊԷ-ին։ Դուք հասկանում եք դա ինչքան քիչ է։ 12% ձայն են հավաքել ԿՊԵ-ականները։ Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության ողջ իշխանական ռեսուրսը, ֆինանսական ռեսուրսը, ռազմական ռեսուրսը աշխատել է Գյումրիում։ Եվ չեն կարողացել ոչինչ անել։ Պարզապես Նիկոլին պետք էր շոուն շարունակի։ Քաղաքական գործիչներին բռնեցին, համալսարանի ռեկտորին կալանավորեցին, մի լուսավոր աղջկա, որը ես ուսանող տարիներից գիտեմ, սրբազաններին կալանավորեցին, հիմա հերթ հասավ համայնքապետերին, ովքեր նիկոլական չեն։ Եվ երեք ես լսելով Հրանտ Բագրատյանի ելույթը, այդ ինֆորմացիան ես ունեի, գրել էի արդեն, որ պետք է ներկայացնեմ, այո, Վարդան Ղուկասյանը դիմում էր Հայաստանի Հանրապետության դատարան, որպեսզի գյումրեցիներին հասնող միջոցները պետական բյուջեից փոխանցվի, որը ֆինանսների նախարարության և կենտրոնական բանկը անօրինական կերպով չի փոխանցում և չի տալիս Գյումրիի զարգացման համար։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը օգտագործելով իր անձնական հակակրանքը, բռնագրավելով իշխանությունը, տապալելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, քրեական հանցագործություն կատարելով զրկում է Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքին ֆինանսական միջոցները, որոնք օրենքով պատկանում են այդ քաղաքին։ Ահա սահմանադրական կարգի տապալման ակնառու օրինակ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նորից եմ ասում, Հայաստանի Հանրապետության համայնքների 45%-ը ընտրված չէ, այլ նշանակված է Նիկոլի կողմից։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ազգաբնակության մեծ մասը զրկված է ընտրական իրավունքից, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքն է։ Նիկոլ Փաշինյանը զրկել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընտրական իրավունքից։ Եւ գիտեք, ես ուզում եմ Տիկին Թոմասյան, իլուր աշխարհի եւ իլուր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասարակական քաղաքական գործիչների նկատմամբ 2021 թվականից մինչև այսօր հարուցել է 2400 քրեական գործ։ Հարուցվել են 25 քրեական գործ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալների հանդեպ եւ հարուցվել է 470 քրեական գործ 44-օրյա պատերազմի մասնակից հերոս սպաների հանդեպ, որպեսզի կարողանան կոծկել, թաքցնել Նիկոլի դավաճանությունները եւ Նիկոլի խեղճ շիզոֆրենիկ վախկոտ պահվածքը պատերազմի ժամանակ, երբ նա կոչված էր պաշտպանելու Հայաստանի Հանրապետության շահերը եւ Արցախի շահերը։ Ես ուզում եմ նաեւ ասել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք զարմանալի է, բայց 72 հականիկոլական անհասկանալի մահեր կան։ Նայեցեք, Սոնան իր երեխայի հետ սպանվեց եւ Սոնային սպանողին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դա Նիկոլ Փաշինյանը չի մեղավոր, այլ Շարասյունը վարչապետի։ Զարմանալի է։ Եվ Շարասյունը ենթարկվում է Նիկոլ Փաշինյանի հրահանգներին եւ Շարասյան մեջ գտնվող բժիշկը առաջին օգնություն չի տվել։ Նիկոլ Փաշինյան, դու կատարել ես հանցագործություն։
բժշկական օգնությունից զրկել ես եւ մահվան ես դատապարտել Հայաստանի Հանրապետության քաղաքացուհուն եւ նա ծնված երեխային։ Դա մեկ, երկրորդը։ Փայակյանի համայնքապետի սպանությունից հետո եւ երիտասարդ ոստիկանապետի սպանությունից հետո Նիկոլ Փաշինյանը անցավ հայ ժողովրդի վիրավորելու կարմիր գծերը եւ ցույց տվեց, որ հանուն իշխանության պահելու նա պատրաստ է ամեն ինչի սպանությունից մինչև օրենքի կոպիտ ոտնահարում։ Նիկոլ Փաշինյան, ինչու սպանեցին Մհեր Եղիազարյանին։ Ինչու։ Տիկին Թոմասյան, դուք գիտեք, որ իր կալանավորումից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը Հայ Նյուզ թերթում շատ խիստ քննադատություն են ենթարկել Նիկոլ Փաշինյանին, որից հետո նրան կալանավորել են։ Երբ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում վիրավորում է սյունեցիների միտինգի ժամանակ, նրանց անվանելով քրյա օլիգարխների ստրուկներ, այդ ժամանակ Մեր Եղիազարյանը Հայ Նյուզում, Հայ Նյուզ թերթում հրապարակում է հոդված, որտեղ ասում է, որ դու պետք է ներողություն խնդրես սյունեցիներին վիրավորանքի համար։ Եվ չանցած մի քանի օր, չնայած նրան, որ Մհեր Եղիազարյանը երկար տարիներ եղել է հարճ Աննայի ֆավորիտը, որովհետև Մեսելինան ամեն տեղ է եղել, բոլորի հետ է եղել։ Չնայած այդ հարճը նաև հարճություն է արել Մհեր Եղիազարյանին, դա չփրկեց իրեն։ Եվ բանտում խեղտամահ արվեց։ Ես ուզում եմ կարդալ Մհեր Եղիազարյանի մահվանից առաջ գրված վերջին խոսքից մի հատված։ 30 տարի ինձ չեն կարողացել, այժմ էլ չեմ լռելու։ Պետությունից մեկ լումա չեմ գողացել, հայրենիքս սիրել եմ շատ ավելի քան ինձանից, հանցագործ կերտողները, օրվա իշխանությունները։ Ահա Մհեր Եղիազարյանի վերջին խոսքը։ Անհասկանալի պատճառով սրտից շատ առողջ մարդը սրտի կանգ է ունենում։ Իսկ այսպես ըստ օդում պտտվող լուրերի պարզապես բարձով խեղդել են Մհեր Եղիազարյանին։ Աննա, ինչ էր արել Մհեր Եղիազարյանը քեզ, բացի սիրառատ հարաբերություններից։ Նիկոլ, ինչ էր արել Հայ Նյուզ թերթի խմբագիրը, բացի սյունեցիների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելուց։ Ինչու սպանեցիր։ Ընդ որում մեկ ամսից ավել հացադուլ է արել։ Այսօր հայոց բանակը ոչնչացված է եւ Նիկոլի զոհերից է Մանվել Գրիգորյանը, հերոս Մանվել Գրիգորյանը։ Ես կարդում եմ քրեական գործը, պատերազմում հաղթած փառապանց զորավարին դատում են մեկ կարաբինի եւ մեկ արկղ փամփուշտի, այդ կարաբինի փամփուշտի համար։ Ընդ որում կարաբինը ոչ մարտական է։ Եվ դնում են նախնական համաձայնությամբ զենք եւ ռազմամանթերքի ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը։ Մեղադրանքը Մանվել Գրիգորյան դա է, բա ուր գնաց։ Այդ աննասուն քպայական լենք թեմուրներ, ուր գնաց Տուշոնկան։ Ինչու՞ չեք հաչում հիմա քպայական ոչնչություններ, որ Տուշոնկա շոուն դա պարզապես մարդկանց խապելու գեբելսյան օպերացիա էր, նիկոլական օպերացիա էր։ Քրեական գործը մեկ կարաբինի եւ մեկ արկղ փամփուշտի համար եւ մարդուն, որը օտարերկրյա բժշկական օգնության կարիք ուներ մշտապես, զրկեցիք օգնությունից եւ սպանեցիր Նիկոլ։ Ինչու սպանեցիր։ Եվ ով է պատասխան տալու Տուշոնկա շոուի համար, իհարկե պատասխան եք տալու։ Մանվել Գրիգորյանի վրեժը բոլորից է լինելու, նիկոլական թուրքական ապրանքներ, ձեզ եմ դիմում։ Ինչու թուրքական ապրանքներ, որովհետև գիտեք, որ ՔՊՎ-ի լոգոն եւ թուրքական տեղական արտադրության լոգոն նույնական են։ Այսինքն կարելի ասել, եթե ՔՊ կուսակցությունը օգտագործում է թուրքական տեղական արտադրության լոգոն, կարելի է ՔՊ-ականներին անվանել թուրքական ապրանքներ։ Դա իրենց լոգոն է թելադրում։ Հաջորդը Նիկոլի օրոք
անհասկանալի պայմաններում, առանց որևէ ապացույցների ինքնասպան եղավ Հայկ Հարությունյանը, գեներալ գնդապետ, ոստիկանապետ երկար տարիների, որը չդիմացավ այն բռնաճնշումներին, որ իրենից պահանջում էին։ Նիկոլ, ինչու մահացավ Աշոտ Կարապետյանը, ինչու մահացավ Գյորգի Կուտոյանը, ինչու մահացավ Գուրգեն Եղազարյանը, ինչու սպանեցիր Արմեն Գևորգյանին, այդ փայլուն ռեժիսորին, դատի ընթացքում, ինչու առողջ մարդը դատարանում մահացավ։ Խոսքը ուժեղ էր, ազդեցիկ էր, հանրային մեծ լսարան ուներ դրա համար, կամ ինչու հանկարծակի մահացավ Գրիգորի Հայրապետովը, Նիկոլ Փաշինյան, եւ երիտասարդ ՊՊՑ սպան, եւ օ զարմանք, նրանք երկուսն էլ գտնվել են այն նույն լիֆտի խցում, որտեղ դու Ալիևը 5 միլիարդով պայմանավորվում էիք Արցախի հարցի շուրջ։ Եվ երկու առողջ հզոր տղամարդիկ սրտի կանգից հանկարծ մահանում են։ Նիկոլ, որ դու շիզոֆրենիկ էշ ես, բոլորը գիտեն։ Հայ ժողովուրդը շիզոֆրենիկ էշ չի, եւ այդ բոլոր փաստերը ինքը գիտի եւ պահանջելու է պատասխան։ Ինչու մահացավ ՊՊՑ-ի նախկին հրամանատար Կրակեմ Հրաչը, հանկարծակի մահացավ։ Ինչ գիտեր։ Ինչ գիտեր։ Ինչու ծեծ ու ջարդից հետո ազգային ժողով մտած երիտասարդին գտան հաղթանակի կամրջի տակ։ Եվ ըստ դատաբժշկական փորձաքննության նա մարմնի վրա վնասվածքները մի քանի օրվա են եղել։ Եվ ոչ մի ընդհանրություն չեն ունեցել կամրջից ընկնելու հետ, կամրջից ընկնելուց առաջ այդ երիտասարդը մահացած է եղել։ Նիկոլ, ինչու սպանեցիր այդ երիտասարդին, որ հանուն Արցախի եւ հանուն քո դավաճանական համաձայնագրի դուրս է եկել իր հայրենիքը փրկելու համար։ Հետաքրքիր է, չէ՞։ Տեսեք, երեք ես լսում եմ Անդրանիկին, այդ հանձնաժողովի նախագահին, ով այսպես կսկտուր բաներ է ասում այդ հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ, գաղտնիք է, այս է, այն է, եւ ասում է, գիտեք ինչ կա, մենք հարավային կողմում թույլ էինք բանենք, դուք ստում ես։ Հարավային հատված ամենը պաշտպանված է եղել, որովհետեւ այնտեղ օպերատիվ ռեզերվը եղել է առաջին բանակային կորպուսը։ Երկու կորպուսի ուժ է եղել։ Եվ 17 օր թուրքերը չեն կարողացել այդտեղ հարձակման անցնել։ Միայն այն բանից են կարողացել հաջողություն ունենալ, եւ 1200 հայ զինվոր տարակ կոտորեցիք, որպեսզի թուլացնեք այդ հատվածը։ 1200։ Եվ այդ երկու գեներալները, ովքեր այդ 1200 կոտորածի հեղինակն են, մինչև այսօր ծառայում են։ Ծառայում են Նիկոլի օրոք։ Նրանք են այդ օպերացիան իբր թե կազմակերպել, բայց նրանք պատասխան չեն տալիս, քրեական գործեր են հարուցվել 25 գեներալների հանդեպ, բայց այդ երկուսը, որոնք Նիկոլի հրամանով ոչնչացրել են հայոց ուժերը, 1200 հայ են սպանել, նրանք մինչև այսօր պաշտոնների են, վայելում են, որովհետև Նիկոլի հրամանն են կատարել թուլացնելու համար։ Իսկ ինչու առաջի կորպուսը չեն ներգրավված այդ օպերատիվ տարածքում, չէ՞ որ օպերատիվ տակտիկական եւ ստրատեգիական խնդիրները պետք է լուծել առաջի կորպուսը։ Հա, այնտեղ ուղարկվեց Սասունը։ Եվ Սասունը լսելով, որ թուրքերը գալիս են կռիվ է, գրանցել է կռվի դաշտ, 400 կիլոմետր փախչում է վախից, 400 թե 1000 մարդու կյանք է փրկում։ Գրանցել է կյանք փրկելու, թե հայրենիքը փրկելու։ Ես ասեմ, Անդրանիկ,
Քեզ եմ ասում, ես մասնակցել եմ 44-րդ պատերազմում 144-րդ դիրքում Հադրութի գնդի, մասնակցել եմ 31 օր, 100 հոգով գնացել ենք, վերջում մնացել ենք 20 հոգի, 20, եւ ոչ մի օգնություն չի եղել, զենքեր չեն եղել, օդը թույլ պաշտպանված է եղել, եւ սպառվել է հայոց ուժերը, սպառվել են եւ այսօր դուք քրեական գործեր եք 470 քրեական գործ եք հարուցում, որպեսի թաքցնեք դավաճան Նիկոլի եւ քո նմանների ստոր գարշելի դավաճանությունն ու կապիտուլյացիան։ Եվ եթե դու ինչ-որ մեկին մեղադրում ես, Անդրանիկ, ես կարդում եմ Հայաստանի Հանրապետության Հասարակության հոդված 155-ը զինված ուժերի կիրառման մասին, որտեղ գրված է Կետ 1 զինված ուժերի կիրառման որոշումը կայացնում է վարչապետը։ Զինված ուժերի կիրառման, այսինքն կիրառումը իր մեջ ներգրավում է կարգապահությունը, մարտական ոգին, զինվածությունը, համալրվածությունը, ամեն ինչը։ Եթե կիրառման մեջ թերություն եղել, քրեական գործ պետք է հարուցվի, դավաճան, կապիտուլյանտ, խաբեբա, ստոր, թուրքահապատակ Նիկոլի հանդեպ։ Երկրորդը, պատերազմի ժամանակ, դա հոդված 4-րդ է 155-րդ հոդվածի, պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է։ Այսինքն վարչապետից պետք է հարցնենք ամեն ինչը։ Այսինքն դուք շարունակում եք խաբել ժողովրդին, շարունակում եք կեղծ թեզեր տարածել, բանակն է մեղավոր ստալ, հա, աննան որ հայտարարել է 10,000 դասալիկ ա եղել, այդ հանճարեղ հարճ Մեսելինայի հայտարարությունը 10,000 դասալիկի մասին քանի քրեական գործ է հարուցվել։ Դանիել Իանոսյանը, Մարիկասե Դանիել Իոնիսյանը հայտարարություն տվեց, քրեական գործ հարուցեցիք։ Մի հատ հուդատականքի կեղծ ստոր հայտարարությամբ։ Բա Աննա, Հայաստանի գլխավոր հարճն է, Հայաստանի գլխավոր Մեսելինան է։ Հայտարարություն, որ 10,000 դասալիկ է եղել, 11,000, Ալիևը մի քիչ պակաս էր 10,000, դե ինքը Ալիևին պետք է հաճոյանա, չէ, մի 1000 էլ ավելացնի իր կողմից, 11,000 դասալիկ, քանի քրեական գործ եք դասալիկության համար հարուցվել Հայաստանի Հանրապետությունում։ Ես ձեզ եմ ասում։ Իսկ հիմա տնտեսությունը վատն նախկիններն են մեղավոր, թալանը եղել նախկիններն են մեղավոր, բայց տնտեսության զարգացումը կրճատել են, պետական պարտքը դարձել են 14 միլիոն 200, հիմա 200 միլիոն, հիմա 100 միլիոներ վերցում են, ասենք 14 միլիոն 300 միլիոն, հասկանում եք, որպեսզի պետական պարտքը ավել վերցնի Նիկոլ ինչքան ցանկանում է առանց ազգային ժողովի, մտցեցին 60%-ից, հնայի 60%-ի աճի դեպքում Հայաստանի Հանրապետության պետական պարտքը այսօր հնայի 70%-ն է։ Ինչու եք 87 միլիոն նորից Գերմանիայից վարկ վերցնում։ Ինչի համար եք վերցնում։ Թալանելու համար։ Ես ուրիշ բան ասեմ։ Նախկիններն էին մեղավոր, պատերազմը տանուկ տվեցին զինվորականներն են մեղավոր, դատեցին, ոչնչացրեցին բանակը, Արցախը կորցրեցին ռուսներն են մեղավոր, սահմանադրությունն է մեղավոր, որ մենք չենք կարողանում հարաբերվել հարևան երկրների հետ, Մաշտոցն ու Արարատն են մեղավոր, որ մենք այսպես վատ ենք ապրում, հոգևորականներն են մեղավոր, հայ ժողովուրդն է մեղավոր, հայ լինելն է, Նիկոլ արդեն հայտարարել է, որ հայ լինելն է մեղավոր, և Թուրքիան և Ադրբեջանին հրավիրում է, որպեսզի հայ լինելի այդ մեղավորությունը Հայաստանից վերացնեն։ Ես ուրիշ բան ասեմ։ Նիկոլը
կաթոլիկ մեռոն է ուտում, որը արգելված է առաքելական եկեղեցու համար, հետևորդի համար։ Նա ասում է, չէ՞ որ ես հայ առաքելական եկեղեցու եմ, ես եկեղեցի սիրում եմ, բայց ո՞նց ես կաթոլիկ մեռոն ուտում։ Մի հատ Նիկոլ էլ կար, Նիկոլ Թորոսիչը։ Դու Նիկոլ Վովայիչ ես, նա Նիկոլ Թորոսիչ էր։ Մեկն էլ կար 1630 թվականին մեռոն կերավ, 100 ոսկով վաճառեց Ռեջ Պոսպոլիտայի հայերի շահերը եւ մեկ սերունդ հետո ոչ մի հայ չմնաց այնտեղ։ Պատմությունը կրկնվում է դաժանորեն 400 տարի հետո նոր դավաճան Նիկոլ է հայտնվել։ Կաթոլիկ մեռոն ուտող Նիկոլը ուզում է վերացնել հայի հավատ ընդհանրապես։ Այդ ապուշը չի հասկանում, որ Հայաստանի Հանրապետությունում կաթողիկոսը ցմահ է ընտրվում։ Եվ կաթողիկոսը հայրապետ է, անգամ եթե սև սքեմ հագած նստած է ջարդված խաչքարի կողքին։ Նա վեհափառ է։ Եվ Հայաստանի Հանրապետության ոչ մի քահանա վեհափառ չի դառնա կենթանի վեհափառի օրոք։ Այդ ոչնչից չհասկացող ոչնչություն Նիկոլը դա չի հասկանում։ Բայց այդ ոչնչից չհասկացող ոչնչություն Նիկոլը չգիտես ինչու եւ չգիտես ինչպես Էջմիածնի ընտրություններում 6000 ավել մարդ է խցկում։ Չգիտես որտեղից բերում են անում են։ Ես ուրիշ բան ասեմ, հայ ժողովուրդ, զգուշացնում եմ ընտրություններ են գալիս։ Ոչ ոք ուշադրություն չդարձրեց, որ թուրք-վրացական սահմանում հանկարծակի վրացիները, հանկարծակի Հայաստան եկող մեքենայի մեջ գտնում են 180,000 Հայաստանի Հանրապետության ազնագի եւ 20,000 ID քարտ, բարձր որակի։ Դուք մոռացել եք Շուշիի գրաման ժամանակ 11,000 հայախոս ադրբեջանցիներ հայկական անձնագրերով։ Ինչ է նշանակում դա։ Ով է գալիս, ում են բերում Հայաստան։ Ում են բերում Հայաստան։ Դուք գիտեք, որ Թուրքիայում ընտրվել է 10,000 հատուկ ջոկատայիններ, ովքեր արագացված սովորում են հայոց լեզու եւ գրականություն։ Էրզրումի հետախուզական մեծ կենտրոնում։ Դուք գիտեք, որ հենց հիմա Ադրբեջանում 10,000 ադրբեջանցիներն են պատրաստում։ Հատուկ ջոկատայիններ, ովքեր պետք է գան մասնակցեն ընտրություններին եւ հետընտրական գործընթացներում ամուր պաշտպանեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Լավ, հայ ժողովուրդ, դու ինքնասիրություն չունես։ Դու ինքնասիրություն չունես։ Լավ, ինչքան կարող է քեզ թալանել, պաղծել, ստորացնել, քո որդիներին ձերբակալել, սպանել։ Ինչու Փարաքյանում թաղումից 10 օր հետո ընտրեցին համայնքապետ։ Ով է տեսել անբարոյականության այդ աստիճանը եւ 40 ընդհանրապես թույլ են տալիս 40-ը լրանա հետո ընտրեն։ Շտապում էր Նիկոլ։ Ցույց տալ, որ կարող է սպանել, ախր ամեն ինչ բնության մեջ բումերանգ է։ Կրկնվելու եւ հետադարձ ուժ ունի բնության մեջ Նիկոլ Փաշինյան։ Եվ Վարդան Ղուկասյանը կալանավորում։ Հիմա գիտեք Էջմիածնում ինչ են տարածում, ես ազգականներն եմ Էջմիածնում եւ մի քանի օր առաջ Էջմիածնեցիների հետ էի խոսում, տարածում են որ ում էլ ընտրեք մեկը Նիկոլը ինչ ուզավ նա է անելու, ավելորդ մարդուն պատմությունների մեջ մի գցեք։ Սա են տարածում, այսինքն վախի մթնոլորտ։ Երեք
այնքան ամբողջական են դրանք այդ տականքները, որ արդեն բան են անում, գյումրեցիներին վախեցնելու միջոց, դուք բան արեցիք, մանկապարտեզները փակում եք, որպեսզի գնաք միտինգի, մանկապարտեզները դպրոցները մի փակեք։ Հայ ժողովուրդ, դու գիտես, որ 2017 թվականին դու ունեցել ես 36,000 մանկավարժ, հիմա ունես 28,000 մանկավարժ։ 8,000 մանկավարժ կրճատել են այս իշխանությունները։ Իսկ մանկավարժի կրճատումը դա սերնդի թերի կրթությունն է, սերնդի թերի կրթությունը դա ազգի կործանման հիմքն է։ Դուք գիտեք, որ Մեսրոպ Մաշտոցի նկարը հանել են, իհարկե, այդ շիզոֆրենիկ ոչնչությունը հայտարարեց, որ հայոց այբուբեն չկա, կա եթոպիական այբուբեն։ Եվ Մեսրոպ Մաշտոցը չի ստեղծել հայոց գրերը։ Համաշխարհային պատմության մեջ երկու այբուբեն կան, որոնք մարդն է կերտել։ Դա հայոց եւ վրաց այբուբեններն են, որը կերտել է Մեսրոպ Մաշտոցը։ Մնացած բոլոր 30 այբուբենները դրանք պատմական զարգացման արդյունքում ժողովրդի ստեղծածն են։ Օրինակ, սլավոնները չունեն այբուբեն, ունեն գրեր։ Կիրիլը եւ Մեթոդին գրել են Սլավյանսկի պիսմինա, սլավոնական գրերն են ստեղծել։ Այբուբեն չեն ստեղծել, այբուբենի լատինական այբուբենի հիմքի վրա ստեղծել են գրեր։ Հայ ժողովուրդը եզակի ժողովուրդ է, որ իր այբուբենը ստեղծել է հանճարեղ Սուրբ Մեսրոպը։ Սա էլ պղծեց Նիկոլը։ Պղծեց եկեղեցին, պղծեց խաչքարը, պղծեց հայ զինվորի արյունը, պղծեց բանակը, պղծեց տնտեսությունը, պղծեց հասարակությունը, պղծեց ամեն ինչ, մի քանի պիղծ, ստոր, խավարամոլ, որկրամոլ թուրքական ապրանքների միջոցով։ Կանոնանիսյան այսօր Մայրաթորի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն տարածեց, որ կարգալույց են արել Տեր Արամ Քահանային, բայց 5 րոպե առաջ գրառում է արել ուխտավոր եւ հավատավոր ժողովրդին Կիրակի օրը հրավիրում է պատարագի, ինքը պատրաստվում է շարունակել իր քահանայական գործունեությունը։ Տեր Արամը վերջերս մի ինքնախոստովանություն արեց Տիկին Թովմասյան, ասաց, որ ինքը շատ մտերիմ է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ։ Ինքը խոստովանեց եւ ասաց 5-6 անգամ ինքը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ։ Ես ոչ մի լավ բան այն մարդուց, ով այդ Մեսելինայի որջը մտել է, այդ դավաճանների եւ կապիտուլյանց սրիկաների որջը մտել է, նա չի կարող լավ քահանա լինել եւ լավ հայ լինել։ Եկեք կարգալույց արված քահանան շարունակում է ժողովուրդ, դու պետք է մերժես, որովհետեւ նա իրավունք չունի պատարակ մատուցելու, որովհետեւ իհարկե դա ինձ թվում է ժողովուրդը այնտեղ որտեղ եկեղեցի կա, կա եկեղեցու սրբություն, եւ որտեղ կա եկեղեցու սրբություն, այնտեղ կա քահանայի սրբություն, անսուրբ, պիղծ, հուդա, դավաճան քահանաներին ոչ ոք ոչ պատարակ է ընդունում, ոչ հաղորդություն։ Եվ ասեմ ավելին, վերջերս այդ Արամ քահանան ասում էր հուդան չի դավաճանել։ Հուդան, այսինքն իր այությամբ ինքը հուդա է։ Ասում հուդան Քրիստոսին Աստծո կամքի իրականացումն է արել։ Այսինքն ոնց որ Նիկոլն ասում է ես չեմ դավաճանել, ես Արցախն եմ տվել, ես չեմ պարտվել, ես պատերազմում եմ պարտվել, բայց պարտությունը հաղթանակ է, նույնը ասում է նա ով 5 անգամ հանդիպել է իրեն։ Եվ այստեղ է, արդեն ժողովուրդը պետք է հասկանա, որ արդյոք այդ քահանայի հարցազրույցը ուղղորդված եւ գծված ու գրված չի եղել նիկոլական գեբելսյան պրոպագանդայի կողմից։ Իհարկե այդպես է եղել։ Եվ ասեմ ձեզ ժողովուրդ, մերժում եք Նիկոլին, մերժում եք յուրաքանչյուր նիկոլականի, ես օրինակի համար ով հանկարծ նիկոլական է, ես ուղղակի թքում եմ երեսին ամենավերջի բառերով վիրավորում եմ, անվանում եմ անասունից ավելի վատ, որովհետև անասուն ինքնապաշտպանական բնազդ ունի, նիկոլականը ունի միայն անուղեղ հավատ իրեն կործանողի հանդեպ։
մերժում եք դավաճաններին եւ ընտրում եք բոլոր նրանց, ովքեր հականիկոլական են, ովքեր նիկոլական են, այդ Արամ Զավենի, Նիկոլ Վովայի, դրանք ազգի թշնամին եք, մերժում եք եւ մենք կտեսնենք օրինակի համար ես հավատացած եմ, որ Էջմիածնում թուրք, շնաբարո թուրք նիկոլական չկա եւ ոչ ոք նիկոլականին ձայն չի տալու։ Այսօր առավոտյան Փաշինյանը հայտարարեց, որ պարտադիր զինվորական ծառայությունը հունվարի 1-ից կդառնա 1.5 տարով, Մոսես Հակոբյանը եւս արձագանքել է, բացասաբար է վերաբերվում այս իրողությանը, խնդրեմ, սա ինչ փիարքայել է։ Ես ասեմ, Հայաստանի Հանրապետության բանակը զինված ուժերը իջել են 40,000-ի մակարդակի։ Յուրաքանչյուր 4 զորակոչը ապահովում է 10,000։ Այսինքն դրանով Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բանակը 10,000-ով կրճատում է։ Ուրիշ ոչ մի բացատրություն չկա։ Մեր բանակը դառնում է 30,000, այսինքն այն, ինչ Ալիևը հայտարարել է 2018 թվականին սրանց իշխանության գալուց հետո։ Հայ, միջալուց Տիկին Թոմասյան, այսօր շատ խելացի բժիշկների հետ էի զրույց անում, ոչ ոք չգիտի, որ 2018 թվականի հունիսին Ադրբեջանի կենտրոնական բանկից 211 միլիոն դոլար է փոխանցվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ։ Չգիտեն։ Երբ բացում եմ իմ Facebook-յան էջը, ցույց եմ տալիս, ասես ապշած նայում են։ Եվ ես մեկ-մեկ կրկնում եմ իմ ասածները նախկին ելույթներում, ես 3 ելույթ առաջ ասել եմ, Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է հայոց բանակը, եւ ես ուզում եմ բերել նաև մեկ տվյալ, Տիկին Թոմասյան, ուշադիր նայեք։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը 47,500 են, որից 5,000-ը աշխարհազորն է, 2,500-ը սահմանապահ զորքերը, 40,000-ը պաշտպանության նախարարության ենթակայության տակ ծառայողները։ Ադրբեջանի զինված ուժերը 126,000 են։ Եվ եթե Նիկոլը եւս 10,000-ով կրճատում է, կատարելով Ալիևի եւ Էրդողանի պահանջները, ինչ է մնում Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունից։ 30,000-ը 126,000-ի դեմ ոնց պետք է։ Այն դեպքում, որ Ալիևը հայտարարեց, որ իրենց զինված ուժերը հատուկ նշանակության ջոկատները 5,000-ով պետք է ավելանան։ Այսինքն 26 թվականին 131,000 պետք է իրենք լինեն, 30,000 մենք լինենք։ Դա հասկանում եք ժողովուրդ ինչ է բերում Նիկոլո գլխին։ Երբ ես ծառայում եմ օպերատիվ ղեկավարման օղակում Հայաստանի Հանրապետության բանակը զինված ուժեր ուներ 450 տանկ։ Գիտես վերջին տվյալներով, միջազգային տվյալներով Հայաստանի Հանրապետության բանակն ունի 109 տանկ։ Իսկ Ադրբեջանն ունի 497 տանկ։ Ուզում եք բերեմ էլի ուրիշ թվեր։ Հայաստանն ունի 100 գրադ կայան, Ադրբեջանն ունի 300 գրադ կայան։ Հայաստանն ունի 185 հրանոթ, Ադրբեջանն ունի 1000 հրանոթ, արդեն։ Իսկ ոչ վաղ անցյալում, երբ նախկիններն էին իշխանության, երբ հերոս գեներալներն էին բանակի ղեկավարում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Ադրբեջանից մի քանի անգամ մարտունակությամբ եւ զինվածությամբ ավելի էր։ Հիմա ժողովուրդ, քեզ եմ ասում, նախկինում պաշտպանվածությանը, հիմա անպաշտպանվածությանը, միջալից ասեմ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, չէ, որ մենք դավաճանել ենք Հայաստանի ազգաբնակության անվտանգության շահերը։ Նա խոստովանել է։ Հիմա չի ասում, ժողովուրդ, դու ես Ղարաբաղը տվել։ Այդ վերջում ասավ, չէ, շահառն դու ես, ինձ ընտրել ես Ղարաբաղը տվել եմ, ուրեմն չտրեիր, ես չէի տա։ Եթե տվել եմ, ուրեմն եւ ինչ է ասում, մենք համահունչ ենք, մի բառ ասեց գենետիկորեն է, չէ, կապված ենք ժողովրդի հետ եւ ինչ անում ենք ժողովրդի համար եւ ժողովրդի անունից ենք անում։ Հայ ժողովուրդ, դու ես մեղավոր Արցախը տալու համար։
Հայ ժողովուրդ, դու ես մեղավոր 13,000 քո զավակներին մորթելու համար, հայ ժողովուրդ, դու ես մեղավոր 11,000-ի իմ հաշմանդամ դարձնելու համար, դու ես մեղավոր սարերը թուրքին տալու համար, դու ես մեղավոր 26 գերիներիդ համար, 253 անհետ կորածներիդ համար, բոլորի համար դու ես մեղավոր, հայ ժողովուրդ, որովհետև Նիկոլն ասաց, որ դու ես արել։ Ասֆալտին տան, այսպես էլի ամեն ձևով արդարացնում են ասելով չեք կարող ասել, որ մեր իշխանությունը որևէ բռնաճնշումներ է կիրառում, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ որպեսզի ձեր չփաթեմ նաեւ վաղը շաբաթում սպասվող ընտրությունները արդյոք պետք է ժողովուրդը մեծ թափով գնա ընտրության, մերժելով այս իշխանությանը, ցույց տալով, որ վախեր չկան բացարձակ, չնայած որ ուզում է այս իշխանությունը վախի մթնոլորտ ստեղծել։ ԿՊ-ական 4 պատգամավորներ կան, ովքեր նիկոլական պրոպագանդիստներն են, խոզը, աչկարիկը, տականքը եւ թուրքածինը, թրքից ծնվածը։ Այս իրենց անուններն են։ Դրանք իհարկե ասում են, որ Վարդան Ղուկասյանը, բայց գիտես ինչ կա, երբ ազգային ժողովի ամբիոնից խոսում են մեղավորության մասի առանց դատական որոշման, դա արդեն մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է։ Իհարկե իրանք այդքան չեն հասկանում, բարապես Նիկոլը հանձնարարել է, իրենք անում են։ Բայց Վարդան Ղուկասյանը, ես լսել եմ մի քանի անգամ ձայնագրություն, այնտեղ ընդհանրապես կաշառքի մասին ոչինչ չկա, եւ Վարդան Ղուկասյանը 20 օր առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարության զոհն է։ Ոչ թե բռնաճնշում չկա, այլ քաղաքական հետապնդման, քաղաքական ստորացման եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի ազգաբնակչության վրա թքելու բացահայտ արվեստ է ԿՊ-ականների կողմից եւ Նիկոլի կողմից։ Իսկ վաղար շաբաթի բոլոր բնակիչներին, մեր ու մանուկ, տղամարդ եւ կին, բոլորին ուզում եմ կոչ անել, գնացեք եւ ընտրեք ձեր քաղաքի սրբությունը, մերժելով Նիկոլին։ Եվ եկեղեցին, որ հանդերձ ինքը փորձելու է վեհապարը վրա գնալ, բայց նույն պարոն Բագրատյանը երեկ էլ ասաց, որտեղ է լինի վեհապարը, ինքը ընտրված է եւ ինքը դա լինելու է այսպես Ես արդեն իմ ելույթի մեջ նշեցի, որ եթե կոտրված խաչքարի մոտ էլ նստի վեհապարը, որովհետև ինքը ընտրվում է ցմա եւ ոչ ոք բացի եկեղեցական ժողովից չի կարող վեհապարին գահանքեց անել։ Բայց ուզում եմ մի բան ասել, այս Նիկոլ Դավաճյանը հաճախ է Պապ Թագավորին օրինակ բերում, օրինակ Պապ Թագավորի հրամանով Ներսես մեծը սպանվեց։ Եվ ինչ տեղ ունեցավ Պապ Թագավորին։ Պապ Թագավորին սպանեցին 2 տարի հետո իր երեխաները այլասերվածության մեջ կորցրեցին գահը եւ Հայաստանի Հանրապետության աշակերտների դինաստիան վերացավ, որովհետեւ Ներսես մեծի արյունը չներվեց հայոց 500 տարվա պատմության ունեցող գահակալ աշակերտների։